դու ամեն բան ունես, բայց ասում ես ես երջանիկ չեմ։ Դու լավ կին ունես, զավակներ ունես, տուն ունես, բայց միշտ դժգոհ ես։ Կան այդպիսի մարդիկ մեր կյանքի մեջ, չգիտես իրենք ինչ են փնտրում։ Անդադար դժգոհում են։ Սա կյանք չի, այս ինչ կյանք էր, այս ինչ կյանքա մեզ բաժին ընկել։ Ամբողջ օրը սա է այդ մարդկանց զրույցը։ Այս չէ որ այդ քո ունեցածը շատերի երազանքն է, որ չունեն։ Այս բանը որ շատ երկրում պատերազմ է, ռումբեր են, երեխաներ են մահանում, մենք հիմա այստեղ ապահով նստած ենք։ Բայց էլի դժգոհ ենք։ Աշխատավարձը քիչ էր, չկարողացանք այդ շորն առնել, մեր ուզած հեռախոսը չկարողացանք գնել, սա չկարողացանք։ Բայց մոռանում ենք այդ ամեն ինչը սիրո մասին չի խոսում։ Շատ հաճախ մենք էլ տխուր, տրտուն, դժգոհ դեմքով ամեն օր ապրում ենք այս կյանքի մեջ։ Միշտ նայում ես մեզ ժպիտը տուր է, ասում ես ինչից վրա ժպտամ, ինչից վրա ծիծաղեմ։ Որ ապրում ես, դրա համար ժպտա, ուրախացի, որ լավ երեխաներ ունես, դրա համար ուրախացի, որ դու լավ ես, առողջ ես, դրա համար ուրախ եղիր։ Եվ ես լույսի համար, երեք շատ հազարավոր մարդկանց համար լույսը չբացվեց, ռումբերն ընկան դրանց վրա Իրանում մահացան, չտեսան այդ լույսը։ Մենք տեսանք այդ լույսը։ Մարդիկ երազում են ձյուն ունենան, որ ջուր հավաքեն, լողանան, խմեն, մենք ձյուն ունենք ու դժգոհում ենք, որ ցուրտ է, ջերուցումը պիտի միացնենք, էլի փողը շատ պիտի գրի, այս ամիս ոնց պիտի վճարենք։ Տեսեք ինչերի մասին ենք մենք մտածում։ Այսօրը մենք օրը վաղը հետ չենք բերելու, սիրելիներ։ Այսօր ինչ ապրեցիր, ապրես, սա կորսված օր է մեզ համար։ Ամեն օրը որ մենք ապրում ենք, արդեն կորած է։ Նոր օրն է, որ մեզ հնարավորություն է տալիս նորից ապրելու համար։ Մենք կարծում ենք, որ գնանք Միացյալ Նահանգներ ապրենք, ավելի երջանիկ կլինենք։ Գնացեք հարցրեք այնտեղի հայերին, երջանիկ են թե չէ։ Շատ շատերի ընտանիքի զավակներ, հատկապես տղաները խաղատներում պարտքերի մեջ են, թմրանյութ են օգտագործում, պարտքերի մեջ են, փախած են, սպանում են։ Այստեղից գնացել են երջանիկ կյանքի ակնկալիքով։ Տեղը չի որոշում երջանկությունը, այլ ում հետ ես ապրում, սա է քո երջանկությունը։ Շքեղ տունը չի որոշում քո երջանկությունը, եթե ում հետ ես այդ տան մեջ դու բնակվում եւ ինչի համար ես դու այդ տան մեջ բնակվում։ Ուրեմն այս սերն է, որ հայրը ամեն օր մեզ առաջարկում է, որ հայրը ամեն ջանք դնում է հոգ է տանը, որպեսզի իր բոլոր զավակները, թե հավատացյալները, թե անհավատները, թե հեթանոսները, թե մնացած բոլոր մարդիկ գտնեն այդ երջանկությունը, գան ու ճանաչեն իրեն, որ Աստված երբ որ մեզ գտնի, ասի այս իմ զավակը կորած էր, գտնվեց, մեռած էր ու կենդանացավ։ Եկեք ուրախանանք եւ ապրենք։